Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ։ Այսօր 5-շաբթի է։ Մեկնարկում ենք հերթական հաղորդումը։ Սիրելի հետևորդներ, հատուկ հաղորդում է պատրաստվել, աշխարհը խառնվել է իրար։ Չգիտենք ինչ անենք։ Չնայած այդ ամենի մասին կանխատեսումներ արել եմ Արեգ TV-ում։ Դա զուգադիպություններ չի, սիրելի հետևորդներ, դա մոլորակային դիրքավորումներ է։ Ամեն ինչ կարծես գլխի վայր է շրջակել։ Եվ դրան նպաստում է Նեպտունի և Սատուրնի մուտքը խոյի կենդանակերպ, խոյերը կենդանակերպով, խեցգետինները, այծեղջյուրները, կշեռք, առաջին 10 օրակի ծնվածներ, մանավանդ խոյերը, հենց մարտի 20-ի մոտակայքում ծնվածներ, գիտեք, պատերազմական այդ իրավիճակում, այդ երկրներում և Իրանում և Իսրայելում, այնտեղ կան անձինք, որոնք հենց այդ կենդանակերպի ազդեցության տակ են ծնվել։ Նեպտունը դակրակ, Սատուրնը սահմանափակումներ, խոյը կռիվ, այո, սիրելի հետևորդներ, սկսել է պատերազմը կրոնական այդ դավանանքների հիման վրա։ Պատահական չէ նաև մեր երկրի ներսում ներքաղաքական այդ խմորումները, որտեղ նաև ներքաշված են այո կրոնական այրերը։ Մի կարևոր հարցի մասին եմ ուզում խոսել, սիրելի հետևորդներ։ Ես ուղղակի ձեզ խնդրում եւ հորդորում եմ, որ ինձ նամակ գրելիս, եթե ինչ-որ հարց ունեք, այսպես խնդրանքը մի կողմ, բայց աղաչանքի միջոցով, որ խնդրում եմ հենց իմ քարտեզը դիտարկեք, խնդրում եմ հենց ինձ օգնեք, սիրելի հետևորդներ, հասկանում եք, որ ամսական ես 1 միլիոնի մոտ ամենակիչը, միջինը 1 միլիոն դիտումներ ունեմ։ Եվ եթե 1 միլիոնից 10%-ը ինձ գրի, որ խնդրում եմ հենց իմ քարտեզը դիտարկի, ես հնարավորություն չունեմ, պատկերացնեք ինչ ահռելի թիվ է։ Ես գիշեր ցերեկ ուղակի պետք է նստեմ աշխատեմ։ Ես օգնում եմ շատերին եւ հաշվենկատ չեմ լքում, բայց եկեք այսպես անենք, ես նամակները կկարդամ, ում նամակը լինի առաջնայինը, եթե զգամ, որ ամենաբարդ վիճակում ինքն է գտնվում, ապա կփորձեմ օգնություն ցուցաբերել, եթե ժամանակս հերիքի։ Նաև շնորհակալ եմ, որ դիտում եք ալիքները, դիտում եք ինձ Instagram-ում, Facebook-ում, YouTube-ում, բոլոր հարթակներում կարճ այդպես զետեղված են լինում իմ ելույթներից, որոնք կարևոր են լինում։ Եթե ձեզ համար կանխատեսումներ եք ցանկանում, սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք հենց YouTube-ի անալիքին, հենց Facebook-ին, հենց Instagram-ին, այնտեղ ուղղակի ճաշակային տարբերություն կա, ալգորիթմների տարբերություն կա, որոնք ըստ նախասիրությունների դուք կընտրեք հենց այն հավելվածը, որտեղ դուք կգտնեք ձեր մասին տեղեկատվություն։ Ուղղակի խնդրում եմ ձեզ մի արտադրեք, որ հենց ձեր քարտեզը դիտարկեմ։ Իսկ Փակ TV-ի շրջանակներում դիտարկում եմ այն անձած քարտեզները, որոնք մասնագիտական կողմնորոշման կարիք ունեն։ Եթե ցանկանում եք, որ Փակ TV-ում դիտարկեմ ձեր քարտեզը, ապա գրեք կամ ձեր երեխայի քարտեզը, ապա գրեք Փակ TV-ի մեկնաբանություններում։ Այնտեղ պատահականության սկզբունքով ընտրվում են անձինք, որոնց ուղղակի պետք է օգնություն ցուցաբերենք։ Սիրելի հետևորդներ, նախորդ շաբաթ մենք Յուպիտերի մասին տեղեկությունն էինք կրկին վերաթողարկել, այնպես ստացվեց, որ նկարահանում չկարողացանք կատարել զբաղվածության արդյունքում տարբեր առիթներ են լինում, բայց դուք գիտեք, որ յուրաքանչյուր 5 շաբթի 21:00-ի մոտակայքում հիմնականում նոր հաղորդումներ են լինում։ Երբեմն կիրակի օրը մենք կրկնություն ենք դնում, որպեսզի ազատ օրերին մարդիկ կարողանան հետևել մեր եթերներին եւ օգուտ քաղել մեր եթերներից, կազմակերպելով իրենց կյանքը տիեզերական այդ տենդենսներին համընթաց։ Սիրելի հետևորդներ, բարդ իրավիճակ է։ Ես նախորդ շաբաթ պետք է խոսեի մեր ներքաղաքական իրավիճակից, մեր երկրի ղեկավարության եւ կրոնական ղեկավարության միջև տեղի ունեցող այդ բախումներից, թե ով ինչ արեց, ով ինչ ասեց, մենք բոլորս էլ տեղյակ ենք, բայց ես ձեզ ասեմ, որ դա Նեպտունը Սատուրնի հետ խոյի կենդանակերպում եւ այո, այդ բարդ դիրքավորումներն են։ Յուպիտերը խեցգետնում Նեպտուն եւ Սատուրն հոգեվոր առաջնորդների հետ բախումներ, իհարկե մեր երկիրը ղեկավարող վարչապետը նրա Յուպիտերը գտնվում է խոյի կենդանակերպում, Սատուրնը խեցգետնի կենդանակերպում, նա իր բաժինն ուներ մոլորակային այդ դիրքերից է ստացել եւ ահա այդ ամենի համախառն արդյունքում ստացվել է այն, ինչ որ ստացվել է։
Ես ձեզ ասեմ, որ կաթողիկոսի իրական տվյալները իմ ձեռքում են, ըստ իր իրական տվյալների նա ոչ թե առյուծ է, ինչը համացանցում կա, այլ խեցգետնի կենդանակերպի ազդեցության տակ է ծնվել, բայց ովքեր հասկանում են աստղաբանությունից, նրա մոտ բարձրացող հանգույցը ձկների կենդանակերպում է, եւ եթե նա նույնիսկ խեցգետին կամ առյուծ լինի, ծննդյան կենդանակերպում, նրա մոտ Մարսը խեցգետնի կենդանակերպում, սև լուսին եւ բարձրացող հանգույցը ձկների կենդանակերպում։ Ահա այն հարցի պատասխանը, թե ինչի մեջ են նրան մեղադրում, արդյոք նրա տիեզերական աստղաբանական քարտեզը թույլ էր տալիս, որպեսզի այդ բաց թողումներ լինեն, սիրելի հետևորդներ, դուք գիտեք, ես բազմիցս խոսել եմ սև լուսնի մասին, կենդանակերպերում եւ ահա նրա մոտ սև լուսինը խեցգետնում, բարձրացող հանգույցը ձկներում։ Ձեզ եմ թողնում մեկնաբանությունները եւ նրանք, ովքեր տեղյակ են աստղաբանությունից, բարձրացող հանգույցը ձկներում նա անպայման պետք է բռնի կրոնի ուղին, իսկ սև լուսինը այն բոլոր մեղադրանքներն են կամ այն ամենը, ինչի համար այսպես նրան կանչում են պատասխանատվության։ Բայց ասեմ, որ նրա քարտեզում այդ ամենը կար եւ այդ ամենը մեկ մյուսի հետ համահունչ ընթանում են։ Իհարկե նրա մոտ պատասխան տալու ժամանակն է գալիս, որովհետեւ մենք ունենք լուսնի խավարում եւ նաեւ արևի խավարում, լուսնային խավարումը լինելու է սեպտեմբերի 7-ին 18:08-ի մոտակայքում։ Այո, եւ մյուս խավարումն էլ բնականաբար 14 օր հետո է արեգակի խավարումը, բայց ամենակարևորը իր քարտեզում այդ լուսնային խավարումն է, խավարումը տեղի ունենալու 15 րոպե 23 վայրկյան ձկներ եւ կույս առանցքում, իհարկե ձկների կենդանակերպում լուսնի խավարումը։ Ժամանակը եկել է եւ նախորդ խավարումը, որը տեղի էր ունեցել 2025 թվականի մարտի 14-ի մոտակայքում, այդ խավարումից անցել է մոտավորապես 3 ամիս։ Ինչ է լինում, երկու խավարումների արանքում կան միջանկյալ ժամկետներ եւ հենց այն, ինչի մասին իրեն մեղադրում էին, ուղիղ 3 ամիս հետո էր հունիս ամսին։ Դեռ այդ կարևոր իրադարձությունները տեղի են ունենալու սեպտեմբեր ամսին։ Ստուգվում է նրա անվերապահորեն կրոնի նվիրվելու հարցը։ Ես կարծում եմ, որ նա հավատում է Բարձրյալին եւ եթե նա հավատում է, ապա վերին ուժերը կօգնեն նրան, որպեսզի նա կարողանա հաղթահարել անցումային փուլը։ Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ մենք ունենում ենք անցումային եւ ճգնաժամային փուլեր մեր կյանքում, լուսնի հանգույցներով այդ փուլերը կրկնվում են յուրաքանչյուր 18-19 տարի մեկ։ Ինձ նաև անհանգստացնում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իլոն Մասկի հարաբերությունները։ Ասեմ ձեզ, որ Դոնալդ Թրամփը խավարումների ժամանակ է ծնվել։ Եվ յուրաքանչյուր երկվորյակ նա կարող է երկարատև հարաբերություններ չպահել, ինչպես հարի է երկվորյակի կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներին։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, որ նրա քարտեզում Մարսը գտնվում է առյուծի կենդանակերպում, որ նաև Իսրայելի քարտեզում Մարսը գտնվում է առյուծի կենդանակերպում, որ նաև Իսրայել-Իրան հակամարտության սկսելու օրը այդ Մարսը օրերին Մարսը գտնվում էր առյուծի կենդանակերպում եւ դրական դիրքեր ուներ Իսրայելի լուսնի հետ։ Ինչն է հետաքրքիր, որ ուղղակի մենք բոլորս, եթե մենք ծնվել ենք երկիր մոլորակի վրա, մենք ենթարկվում ենք տիեզերական ցիկլերի ազդեցությանը։ Ահա այստեղ է թաքնված շանգլուխը։ Եվ ես, երբ որ Արեգ TV-ում հաղորդում էի տալիս Իրանի մասին, ճիշտ է, երբեմն բարկանում եմ, որովհետև հարցադրումները սուր են լինում, բայց այդտեղ ես նշեցի, որ հունիսի 16-ին, մի քանի օր առաջ, մի քանի օր հետ, դարումներ են սպասում Իրանի քարտեզում, դրանք կարող են պայթյուններ լինել, կարող են հրդեհներ լինել եւ գիտեք ինչն էր հետաքրքիր, այդ պահին ես հիշեցի Սատուրնը կույսի կենդանակերպում ղեկավարների հետ ինչ որ
բարդ իրավիճակներ։ Տեղի ունեցավ այնինչ տեղի ունեցավ, բայց այդքան մանրակրկիտ հաշվարկված կամ ես կարծում եմ, որ Իսրայելը անպայման հաշվարկել էր, բայց Թրամփի Մարսը, տիեզերքի Մարսը եւ Իսրայելի Մարսը մի հարթության վրա։ Դա ժամանակ էր, ես կարծում եմ, որ 16-ին, բայց 16-ի մոտակայքը միևնույն է, կարևոր էր։ Ինչու՞ չէր ընտրվել ամսի 16-17-ը, երբ որ Մարսը պետք է կույսի կենդանակերպ անցներ, որովհետև Մարսը կույսի կենդանակերպում թույլ է։ Նրանք ընտրել էին այն ժամանակահատվածը, երբ Մարսը առյուծի կենդանակերպում է, հաղթական նշանում է եւ նրանց առաջին հարվածները իրավամբ հաղթական ավարտ ունեցան։ Սիրելի հետևորդներ, իրավիճակը դեռ չի պարզվել, դեռ Մարսը նոր է կույսի կենդանակերպ մտել։ Ես հենց այնտեղ խոսում եմ, որ մինչև օգոստոսի 5 վերջը Մարսը անցնի այդտեղ կշարքի կենդանակերպ, դեռ բարդ իրավիճակները շարունակվեն։ Եվ նշում եմ, ինչու եմ այդպես ասում, որտեղ Մարսը ձկների կենդանակերպում է, դա պայթյուններն են, դա հրդեհներն են։ Սիրելի հետևորդներ, բարդ օրեր կան հուլիս ամսին։ Ես ցանկանում այդ օրեր ներկայացնել, մի քանի օրեր ավելի բարդ են։ Դրանք ներկայացնեմ, որպեսզի դուք զգուշանաք, նաև նրանք, ովքեր ապրում են այդ վայրերում, ավելի անվտանգ տարածքներ, բնակավայրեր տեղափոխվեն, եթե կարող են։ Բարդ օրերն են հուլիսի 7-ը, 8-ը, այդքան էլ չէ, որովհետև հուլիսի 14-ը, երբ որ լուսինը գտնվեց ձկների կենդանակերպում, բարդ իրավիճակներ կլինեն Մարսը կույսում, լուսինը ձկներում, կրկին հրդեհներ, կրկին պայթյուններ, կրկին ձկները լաբորատորիաներն են, այնտեղ նաև Իրանի երկվորյակն է, ժողովուրդը իրոք գտնում է կրակի եւ այսպես են չի ասում դիմացը կրակ, ետևը ամեն ինչ կարելի է ենթադրել։ Բարդ իրադրություններ մինչև օգոստոսի 5-6-ը։ Հուսանք, որ գոնե ամսի 14-15-ի այդ բարդ դիրքերից հետո ուղղակի կնվազի, որտեղ մենք ունենք նոր ալուսին հունիսի 25-26-ի մոտակայքում, տեսնենք ինչ կլինի, սիրելի հետևորդներ, բայց այս իրավիճակը կարծում եմ, որ հաշվարկված էր սիոնիստների կողմից, այդ ռեժիմի կողմից։ Դոնալդ Թրամփ եւ Իլոն Մասկ հարաբերություններն էլ հաստ չէին գնա, որտեղ Մարսահարուցում նա եսակենտրոն է, իսկ Իլոն Մասկը նրա ծննդյան տվյալներում Մարսը ջրհոսի կենդանակերպում է, բարձրացող հանգույցը ջրհոսում է եւ հենց այդ ժամանակահատվածում, երբ որ ես նշում եմ, որ ուշադիր լինեն, ովքեր գտնում են ցուլ, կարիճ, ջրհոս, առյուծ կենդանակերպերի ազդեցության կտա կամ մոլորակային դիրքեր ունեն, այո, այդ բարդ ժամանակահատվածում նրանց մեջ էլ տեղի ունեցավ բախումը։ Իմացեք, որ Մարս օպոզիցիա դիրքավորումը Մարսահարուցում Թրամփի մոտ է, Մարսը ջրհոսում Իլոն Մասկի մոտ է, այդ հարաբերությունները երկարատև չեն կարող լինել, Իլոն Մասկը էքսցենտրիկ է բավական, իսկ Թրամփն կառավարելի, նրանց երկուսի որոշումներ, նրանց քայլերում հաջորդականություն չի կարող լինել, որտեղ երկուսն էլ ուրանի ոլորտի, ջրհոսի ոլորտի մարդիկ են, որտեղ Թրամփը ծնվել է իրավամբ, եթե ես դիտարկում եմ խավարման ժամանակ, եթե այստեղ մենք տեսնենք, այո, Յուպիտերը կշարքում է, խավարման ժամանակ եւ ուրանը շատ կարևոր դերակատար ունի նրա քարտեզում, իսկ Իլոն Մասկն էլ նա հանճարեղ մարդ է, բայց գիտեք, որ յուրաքանչյուր հանճար նրա հանճարեղությունը չի տեղավորվում մարդկանց մտածողության այդ սահմաններում։ Այսպես չգիտեմ որքան Մարսը առյուծի կենդանակերպ անցավ, կշարքի կենդանակերպում չգիտեմ, նրանք կփորձեն կրկին իրենց հարաբերությունները շտկել, համենայն դեպս դա այն ժամանակահատվածներ եւ դա կարող է մոտավորապես 2 տարի մեկ Մարսը նույն կենդանակերպում է եւ դեռևս եթե հարաբերությունները նրանց մոտ շտկվեն, բայց 6 ամիսը մեկ համարյա Մարսը քառակուսի դիրքեր է կազմում իր
հիմնական դիրքին եւ 6 ամիս մեկ նրանց մոտ կոնֆլիկտներ կարող են լինել։ Այսպես ուրեմն խոսեցինք եւ հայաստանյան ներքաղաքական վիճակից ակտիվացել են արդեն նախկինները։ Ես միշտ ասում եմ տարբեր հարթակներում մեկը գրում է ինչու ես ուրախացել, որ պետք է դուրս գա կամ ինչու ես ուրախացել, որ նախկինները ակտիվացել են։ Ես այն աթոռաբաններից եմ, որ մոտավորապես 5 տարի արդեն այս հարթակում եմ, երբեք ոչ ոքի դժբախտության վրա չեմ ուրախանում եւ ինձ չեն հուզում ոչ հների վերադարձը, ոչ նորերի հեռանալը, եթե դա չի վնասում իմ հայրենակիցներին։ Ես ասում եմ, որ իմ հարթակում հանդիպում են տարբեր աշխարհաքաղաքական հայացքներ ունեցող անձիկ։ Ես տալիս եմ աստղաբանական մեկնաբանումը։ Մեր գործող վարչապետի քարտեզում Յուպիտերը արդեն իսկ երկորակից անցել է Խեցգետին, բայց կարևոր մի բան, որ Ուրանը արդեն հուլիսի 7-ի մոտակայքում կմտնի երկորակի կենդանակերպ Պլուտոն, Ուրան այդ մոլորակների տրիգոնն է ազդելու նրա վրա եւ դեռ տարուկես այդ մոլորակային դիրքավորումները նպաստելու են նրա առաջխաղացմանը հարային հարթակում ԶԼՄ-ներում արդեն հնարավոր է կոշտ ռետորաբանությամբ Պլուտոնը դե գիտեք ինչպիսի մոլորակ է, կարճի կենդանակերպի մոլորակն է, սեռական բնույթի տարաբնույթ արդեն խոսույթներ կհայտնվեն եւ հանրային այդ հարթակը կցնցեն։ Իսկ նախկինների հետ կապված նրանք կփորձեն բարձրացնել իրենց վարկանիշը, քանի որ երկուսն էլ ծնվել են Յուպիտերը Խեցգետնի կենդանակերպում բավականին շատ նման, շատ քիչ տարբերվող քարտեզներ ունեն, որտեղ միևնույն տարիքային խմբին են պատկանում, նրանք կփորձեն իրենց դիրքերը ամրապնդել։ Ամրապնդում են այս անգամ եկեղեցու միջոցով, գիտեք, մեր ժողովուրդը բաժանվել է երկու մասի։ Ցավալիորեն չկա ընդդիմադիր ուժ եւ 2026 թվականին ժողովուրդը ստիպված պետք է ընտրություն կատարի եւս մեկ անգամ երկու ուժերի միջև, եթե ալտերնատիվ տարբերակ չլինի։ Այսինքն մենք երևի կրկնելու ենք հին դասերը, եթե նոր մարդիկ, նոր քաղաքական ուժեր չհայտնվեն։ Իսկ հայտնվելու դեպքում փոփոխություն կլինի։ Կգա ժամանակները կտեսնենք ինչ կարող է լինել, բայց այսպես կրկին բևեռացում, կրկին ժողովուրդը դեգերում է երկու օվկիանոսների ափերին, եւ դա այդքան էլ հուսադրող չէ։ Եվ սիրելի հետևորդներ, երբ Իսրայելի քարտեզն եմ դիտարկում, այդ ամսի 14-ի մոտակայքում, երբ ես նշեցի 1406, շատ կարևոր է, քանի որ այնտեղ նաև մոլորակներ եմ տեսնում Մերկուրին, Ուրանը։ Երկու պետությունների համար էլ հենց այդ օրը բացառիկ անբարենպաստ եւ ընդհանրապես մարդկանց համար կարող են լինել պայթյուններ, ջրհեղեղներ, Մարսը ձկներում վառելիքի հետ կապված խնդիրներ, ձկները դա լաբորատորիան է, դա վառելիքն է, կապույտ այդ վառելիքն է։ Այսպես տեսնենք ինչ կարող է լինել։ Սիրելի հետևորդներ, կրկին նշում եմ, այո, 1407 ավելի բարդ է։ Լուսին Մարս օպոզիցիան հուլիսյան կանխատեսումների մասին առավել մանրամասն կտեղեկացնեմ ձեզ մյուս շաբաթվա այդ ելույթի շրջանակներում, բայց ցանկանում եմ, որ հենց այսօր կարևոր օրերը դուք դիտարկեք, ունենաք ձեր ձեռքի տակ, հուսանք, որ կնվազի այդ չարիքը, որտեղ պատերազմը դա չարիք է, դա մսաղաց է, այն կյանքերը խլում։ Եվ մի կարևոր բան, սիրելի հետևորդներ, մենք չենք մոռանում, որ լուսինը խոյի կենդանակերպում է, այն երեկվանից է գտնում խոյի կենդանակերպում, եւ չենք մոռանում, սիրելի հետևորդներ, երբ մեր հաղորդումը է ընթանում, լուսինը մոտենում է 2 աստիճանին խոյի կենդանակերպում, հուսանք, որ մոտակա 2 օրը մեր թշնամիները նոր անկարգություններ, նոր սադրանքների, այսպես ալիք չեն բարձրացնի, ինչպես գիտեք, լուսինը խոյի կենդանակերպում նրանք ինչ-որ մի դիվերսիոն հարձակում, մի ագրեսիվ իրավիճակ
իրողություն են, այդպես իրադարձություն են բերում մեր կյանք։ Սիրելի հետևորդներ, եւ ամսի 25-ին մենք ասում եմ, կրկին նշում եմ, նոր ալուսին ունենք, հուսանք, որ այդ նոր ալուսինը կբերի բարեկեցություն, բայց նոր ալուսինը բարդ դիրքեր ունի, բարդ դիրքեր Սատուրնի հետ, բայց դրական դիրքերը Մարսի հետ։ Հուսամ, որ մենք կկարողանանք հաղթահարել այդ բարդ դիրքերը, կոնֆլիկտային իրավիճակները, թող ուշադիր լինեն խոյ, խեցգետին, կշեռք եւ այծեղջյուր կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները նրանց համար մի քիչ բարդ է լինելու, բայց նոր ալուսինը ունի դրական դիրքեր, որոնք կօգնեն հողի եւ ջրի ազդեցության տակ ծնվածներին, հողերից կույս, այծեղջյուր ցուլ, իսկ ջրի ազդեցության տակ ծնվածներից խեցգետին, կարիճ եւ ձկներ նոր գործեր, նոր նպատակներ դնելու եւ այդ նպատակներին հասնելու համար։ Իհարկե նաեւ թող այդ կարևոր դիրքավորումը բերի խաղաղություն մեզ, մեր հայրենիքին, մեր տարածաշրջանին։ Այսքանը սիրելի հետևորդներ, եւ նաեւ խնդրեմ, եթե հավանեցիք հաղորդումը, կիսվեք, բաժանորդագրեք, ձեր հավանումները դրեք եւ իհարկե մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։ Մեծ սիրով կկարդամ եւ կփորձեմ օգնել ձեզ, նաեւ մեր հայրենակիցներին։ Լավ եղեք։